Բարի կիրակ ընկերներ ջան, հուսով եմ, որ լավ եք, միասին գնում ենք հատուկ մի շուկա, կարելի ասել երկրորդ ձեռքի շուկա է, կամ որտեղ որ վաճառում են օգտագործված կամ հին անտիկ ապրանքներ։ Երկու տեղ ենք գնալու, մեկը շուկան է, որ ամեն կիրակի է լինում, եւ մյուսը հենց այդպես հին խանութ է, որտեղ հին ապրանքներ են վաճառում։ Կարելի ասել անտիկ ապրանքներ այդտեղ վաճառվում նաև, ոչ միայն մի դեպք պատմեմ, որ ինձ հետ է տեղի ունեցել, հիմա շատ եմ ափսոսում իհարկե։ Ուրեմն հենց կոնկրետ այդ խանութն եմ գնում, որտեղ որ դա դեպքը պատահեց։ Այդտեղ մի ժամանակ կանգառ կար, կանգառում կանգնած մամայիս հետ էի խոսում, աչքով ընկավ հենց այդ խանութը ոնց որ վիտրինային դրած էր, մար շատ սիրուն վազա էր, ասեց Լիան, ասեց, այդ ինչ սիրուն վազա է, ասեց։ Հա մամա, ասեցի, այստեղ օգտագործած ոնց որ իրեր են վաճառում, այդ նման տեղերը շատերը, ովքեր որ Եվրոպայում են ապրում, գիտեն ինչ է։ Հիմնականում են մարդիկ, ովքեր որ մահանում են, կամ են մարդիկ, ովքեր երեխաները տեղափոխում են ծերանոց, իրանց ոնց որ ապրանքը միանգամից կանչում են նման մարդիկ կան, ովքեր որ ունեն ոնց որ խանութներ, կամ հենց այդ բիզնեսն են անում, այսպես ասած, գալիս են միանգամից գնահատում են տանը ինչ կա, չկա, ասենք առաջարկում են այսքան գումար ու իրանք դատարկում են տունը ամբողջությամբ։ Ու այդ ընթացքում հին ապրանքներ կարող է լինեն ու քանի որ իրանք են բնականաբար իրանք ուշադրություն են դարձնում, որպեսզի եթե այդպես անտիկ ապրանքներ լինի, իրանք առանձնացնում են, առանձին են վաճառում եւ այլն, բայց երբեմն լինում է նաեւ արագության տակ անում են ու չեն պատկերացնում, որ անտիկ կարա լինի։ Հիմա ես մտա այդ խանութը, գինը գրած էր 6 եվրո էր, եթե չեմ սխալվում, կամ 12 եվրո էր, ծաղկամանն էր, շատ սիրուն էր, ինձ էլ դուր եկավ։ Աշխատողին հարցրի, մոտեցրեց ու ինքը սովորության համաձայն սենց տակն է նայեց, սենց էս, վայ, ասեց, էս անտիկ է, ու վրան գինը գրված էր։ Վճարելու համար քարտով իրանց այդ ժամանակ, ես մի քանի տարի առաջվա պատմություն եմ պատմում, այդ ժամանակ կարծեմ քարտով չէր լինում վճարել, ինձ քեշ գումար էր հարկավոր, մոտս չկար, պետքա գնայի բանկ, մինչև գնացի բանկ եկա, տեսա, որ այդ վազան արդեն չկա, բնականաբար աշխատակցին դե այդքան էլ հիմար չի, ինքը միանգամից հասկացել էր ու այդ վազան վերցրել էր։ Հիմա ինչ եմ, այնպես չի, որ ես հիմա այս պահին այդպես հասկանում եմ, որ գնամ տեսնեմ, հիմնականում սպասքին վերաբերող, արծաթե ինչ-որ բաներ, հին անտիկ կահույք կարա հանդիպի, մի խոսքով գնում եմ այդտեղ, ինձ շատ հետաքրքիր է տեսնեմ, թե ինչ կարելի է գնել։ Երբեմն նաև մարկետը կտեսնենք հիմա ինչ կա, չկա, հագուստ, բան օգտագործած, այդպես բաներ են վաճառում։ Եկեք միասին գնանք, համ էլ դուք էլ կտեսնեք, թե ինչ կարելի է նման տեղից գնել, ինչ ունեն, չունեն։ Ասած մի քիչ ցուրտ է, երևի կա այդ հարկավոր փակնել, բայց չեմ փակել։ Հիմա տեսնենք արագ ինչ կա։ Հուսամ շատ չեմ հիվանդանա, որն է, հուսամ չեմ հիվանդանա։ Ես գիտեք մի քիչ աչքերից միանգամից արցունքներ են գնում, ես գիտեք մի քիչ բան եմ, շուտ հիվանդացող եմ, գլաններս է հատկապես հենց արագ իրանա ասում։ Իդեպ նման շուկաները Եվրոպայում շատ տարածված են, մարդիկ գալիս են, այստեղ հնչված է նաև երեխաների խաղալիքները, որովհետև այնտեղ խաղալիքները կարելի է գնել 1-2 եվրոյով, որ ասենք վաճառում են խանութներում 50-60-70-100 եվրո, այստեղ այդպես մատչելի կարելի է գնել ու հիմնականում հեծանիվներ են տեսեք վաճառում ու մուտքն եմ ման գալիս, վերևից է երևի, տեսնենք ուր է ու ինչ կգտնենք այստեղ։ Այստեղ շինարարական գործիքներ են։ Այստեղից երևի թե բակրի ոչ մի բան չկա ինձ։ Դիզայն կոշիկ։ Bonjour։ Այստեղ դանակ, բաժակ։ Սիրուն տարեր են, մագնիսներ են, սառնարանին կպցնելու համար օրինակ, չարժի, գինը գրած չի, 4 հատը 1 եվրո, հատը 50 սանտիմ են վաճառում, սրանք նոր են, ոնց որ իրանք են պատրաստում, պես իրանք պատրաստածն է նոր են, բաժակա Լոնդոնից, Big Ben նավրան նկարած
Այսինքն ձմեռային Բայց ոնց որ նոր լինեն 50 սանտիմ արժեն ու նոր են ամբողջությամբ տեսեք օգտագործած չի Ես խանութում սենց բան գնել է բավականին թանկ կլինի Սես է բավականին Շոկ սիրունը 3 եվրո արժի սրիչով ոնց որ թե միս կտրելու համար հա ոնց որ թե սուր աչքի սերևում 4 հատը 10 եվրոյա վաճառում մի հատը 3 եվրո Բայց մա ջեսին հարկավոր է հարցնել բայց ոնց որ մի քիչ ժանկ կա եզրերը գիտեք պետք է սրբվի եւի կանցնի Ենթադրում եմ այստեղ Ես պիտի ջեսից հարցնեմ ես չեմ հասկանում Լավ ընկերներ ստեղ բակում դնելու համար ինչ-որ բաներ են էսի շատ հին ինչ-որ բան է Գործիքներ են որ կարան եւ նոր լինեն եւ օգտագործած լինեն Էլի մաչելի գներով այստեղ հագուստներ է աշխատողների համար ովքեր որ այդ շինարարության մեջ են աշխատում security հագուստներ այստեղ հագուստներ է ուղղակի Իսկին օրինակ գալիս է այստեղ երևի իր ինչունի Կիրակի օրերը բերում է, որը որ չի հագնում, չի օգտագործում Մանկական ինչ-որ խաղալիքը Ստեղ բոթասներ են, այս բոթասները ոնց որ թե նոր լինեն Ստեղ չգիտեմ, բայց ոնց որ Վեր տեղերից գնում են, ասենք երեխեքը չեն հագնում, ժամկետը անցնում է Հետո չգիտեն ինչ անեն, հետպես ստեղ փոքրիկ ինչ-որ բաներ են Խաղալիքներ Ստեղ արդեն էլեկտրական ինչ-որ բաներ են Եկեք տեսնենք Բայց օգտագործած ոնց որ Այս հայտնի է սկուտերները Այս մարդը հեծանիվներ էլ ունի Հեծանիվ ճամպրուկ Մեր ճամպրուկները բերենք վաճառելու ընկերներ Այստեղ գրիլի սարքեր, բայց օգտագործած են Աշխատում են Ենթադրում եմ, որովհետև եթե չաշխատի իրանք ասում են Ազնիվ եմ լինում սովորաբար միշտ ամեն կիրակի գալիս են Այս ինչ է Air fryer Nanoklond Philips ֆիրմա ինչ-որ մի բան է Այս ինչ է Ենթադրում եմ air fryer-ը Չէ Humidifier Կարող humidifier լինի Հա, humidifier-ը Շուտ են փչանում իմը նոր գցեցի, նոր թափեցի Երևի կլիներ մաքրել, բաներ եղել իմը Այդ բուշաժեր եղել էլի Յուղը որ լցնում ենք մեջը փակվել էր անցքը Չեմ ուզում Շիկել է վաճառում ստեղ Non, c'est pour la toile. Ouais, moi j'ai pas fait attention. C'est pour ça que j'étais portée. Et ça, c'est combien ça? Sensitif Թևերիտակի Oh là là. Ça, c'est le prix, hein? ժիլետ Ça c'est combien? Ես կինը ոնց որ թե թանկ է վաճառում, որովհետև ես կանայք գները հարցնում են, ասում է այս իր իրական գինն է, ոնց որ այժմ ոչ մի բան չունեք Bonjour Այստեղ ժիլետ, միլետ Ինչ-որ բաներ Ça c'est combien madame? Ça 3 euros Allez, վրագի Ջելաղազ է Բանա թրաշվելու համար Էլ ժիլե 2 euros Ժիլետը 2 եվրոյա վաճառում չգիտեմ արժի թե չարժի Ես թրաշվելու սարքը Et ça c'est 6 euros. 6 euros. Ah, c'est le prix de 15 euro եղել, ինքը 6 euro է վաճառում։ Այստեղ մանկական Oral-B, այստեղ frozen shower gel։ Սաղ գինը չհարցնեմ այդպես, բայց գները իմացանք։ Et ça c'est combien?
Կանց 15 եվրո լվացքի գելը։ Դները չգիտեմ հիմա ինչքան են ստեղ խանութում դեռ չեմ ուսումնասիրել լավ։ Դրա համար չգիտեմ էժանածախում թե թանկ։ Խաղա այստեղ կարա կենթանիներին մագնիսի միջոցով այս մագնիսա գտնում է կպցնի այտենց տարբեր խաղաբաներ կա էլի կենթանիներ արժի 2 եվրո ու ինքը գրեթե նոր էր բացեցի որ տեսնեմ էլի ոնց է սենց է լինում նայեք սրա արժեքը եկեք ձեզ ասեմ հիմա ինչքան է իսկական եթե գրած լինի չէ գրած չի Après, quand il est trop tard, on dira si j'avais su. Ստրուսիկ եմ վաճառում, զամանում 3.99 աղել, ինքը 3 եվրո է վաճառում, եվրո է ժան։ Ասացայի տրուսիկներն են, անանցի, ես ինչքան է վաճառում տեսնես։ Est-ce ça c'est combien? 4 euros? Այն մարդը ռուսերեն է խոսում։ 4 եվրո լավ է ինքը վաճառում, այսի բայց 3 եվրո մի քիչ թանկ է ինձ թվում է։ Est-ce ça c'est? 2 euros։ Այն կնիկա ուրիշ գին ասեք, տեսեք։ 2 եվրոյով լավ է։ Խափում էր ինքը 3-ով էր վաճառում։ Մասկիները ինչքան են, եկեք Ալեքսի համար վերցնեմ։ Այս տրուսիկը։ Անգլերեն էի ասում է, շատ ռուսախոսներ կան, հետաքրքիր է, ստեղ ինչ-որ խորխշտիկ ինչ-որ բաներ են ընկերներ, ստեղ դինամիկ, սենց բաներ, համակարգիչներ, Voi in casa, ti vedo 16 masseria, in casa. Սմարտը բոթասները վաճառում ոնց որ թե նոր են։ Էլի գործիքներ, սրանք ջեսին հետաքրքիր կլինի մանկական խաղալիքներ, ստեղ գործած են արսանիքներ, սենց արսանիքներ դեքնեն լինում։ Անորո։ Tu, annoro. Մի եվրո արժան արսանիքները, պապին որտեղ է պապին ատեսնես։ Est-ce ça c'est aussi anoro? Ça 2 euro, ça? Oui. 2 euro. Ça 2 euro, just. Après tu, annoro. Պապին 2 եվրո արժի պապին որտեղ նրա Pas encore, monsieur, je vais regarder après. Դուպրակը պատրաստելով որ ոնց որ գնեմ մարդիկ Così sono annoro così. Մի եվրոյով կտա Je vais réfléchir, monsieur. Ok, ça va. Annoro Oui. tu. Սովորաբար եթե բան է լինում, հետևը գրած է լինում, էլի տակը։ Այս որտեղ նա տեսնենք։ Ձերքը կոտրած է սրա։ Ça c'est cassé. Ok, sì. Այս սոկվիժմալկայից ես եմ շատ լավն է։ Այստեղ սորտի ապարատ, այն նրանցից բան չեմ հասկանում, որ նայեն, պետք է մի քիչ ոնց որ հասկացող մարդ լինի, որ այդ անձիկվարներից հասկանա, էլի, ժողովուրդ, եթե չես հասկանում, չես հասկանում,
Ստոմատական ինչ-որ շորեր են, օգտագործած են սրանք, չէ։ Այն կանայք են, որ վաճառում էին էժան։ Այստեղ գրքեր, դիսկեր։ Պայուսակներ։ Շորեր, կոշիկներ։ Կանիկաներ։ Այստեղ ժամացույց։ Ջինսեր են, ոնց որ թե նոր են ջինսերը, հա։ Թե օգտագործած չի երևում։ Սնչոպսեյա։ Եկեք նայենք, Միլանո, Ջոն Քենեդի, Ռոբերտ Քենեդի, Պապա Ջովանի, ինչ արժես, օրինակ, Made in Germany, գերմանականն է, երևի թե հին, Ça c'est combien? 3 euro? 3 եվրո արժի, չգիտեմ երախեկից լավն է, ինչ որ ով կա, հասկացող կա, հին բան է, Ամերիկայի աներն են, Ջոն Քենեդին և Ռոբերտ Քենեդին, Բավարիա, Էդելշտեյն, պատից կախված աղել ինչ-որ ընթացքում, հին տալ, պատից կախված ինչ-որ բան է, բայց ես չեմ հասկանում էլի, Պոմպեյ, Սանտորիո, ես էլի իտալիան է, ես որտեղին է, Փորշլեյն, Ֆարֆրայսի, ես էլ ապատից կախած եղել, Ֆարֆորը, եթե չեմ սխալվում, ինքը թե... Էսա? 3 euro? Սա էլ 3 եվրո արժի։ Մի հատ ասեք երեխեք, ես արժի առնել, թե չէ։ Ահա։ Ասա aussi։ Celui-ci։ 3 հատ միասին ասմա 6 եվրո կվաճառեմ։ Ես մեկը բայց ճակած տեղեր ունի։ Բելջում ես բելգիական է ուտել, ես կոտրած կոծրած է, իսկ հատը 3 եվրո արժի։ Մի հատ ասեք երեխեք, եթե ես լավն է, ես հետ կվերադառնամ, ինչ ես մոխրաման է, էլի երևի թե փիղա, ինչ-որ բան գրած չի, ես չեմ հասկանում, այս հենց է, որ չեմ հասկանում, կաղա հետ գամ, ինչ-որ մի հասկացող մարդ առած լինի արդեն, ես Ֆարֆորեն ստանում արժի, ինչ-որ կին։ Ոնց որ բան է, բաթրի է, բայց սրանց ցույց։ Ça c'est combien? Allez, belle vente et merci. C'est combien, monsieur? C'est 10 euros, madame. 10 euros? C'est des chargeurs pour ordinateur et téléphone. Payé. C'est tout ce qui me reste sur 40 pièces aujourd'hui. Ah, c'est vrai? Ah, vous avez fait un bon business. Նոր են այս կոշիկները չիկոյից։ Սենց է տպրկիր, ինչքան ավաճարում ես մարդը։ Այս սապուկներ են սենց։ Կարշեն շատ լավն է։ Հապուկը, այս փոքր երեխեքի համար է։ Այս որչե բջուրների համար է, բայց ես լավը չի, վնասված է։ Խոսքով իր մոտ չիկոյ ասա։ 5 եվրո արժեր այդ կոշիկները։ Իտալիայում շորերը էժան են, քան Բելգիայում օրինակ, ու իրանք շատերը կարան գնան Իտալիայից, ասենք այն խանութները, որտեղ որ ռմիզ ունեն, այսինքն էլ ոնց որ զեղչեր են, կամ էլի սենց առևտուրանողներ, մի խոսքով շատ կարան առնեն, հետո Իտալիայում կան էլի աութլետներ, գործարաններ, որ իրանք գնում են, առնում են, բերում են այստեղ վաճառում են սենց։
նոր մեծ քանակով ստեղ փակավանց լոր, ստեղ ցած բլուզներ ներսում էլ կա Հավաքում են այ Bonjour Բոքսի բրչատկաներ Նորեն ոնց որ նորեն Sont combien madame Un euro 1 euro արժե 109 Բայց մի քիչ բան նա բանա նորա բայց բանա խոնավությունից բան արել մաշել է էլի որ իմ շորերն էլ կաշին փոխարինող մաշում են Սենց ժամացուցներ հիշում եք ժամանակ մուդա էին սրա նմանները լամպերը լամպավոտ արկում է ստեղ նայ ինչ ունի ես մարդը ինչ ունեն խարխշտիքներ լեգոներ սենց խաղացած այս բաներն են կինդերներն են Ալեքսը հանել վերեց վերջին կինդերների մեջից մոնապոլիա Երկու եվրո արժեն այնտեղ են ապսեն Աչքերը բացում փակում էր նոր Մի հատ էլ արա էլի տեսնենք բոլորը ոնց է իր մեծ աչքով անան Չէ Այս է Պազլներ են Մարդիկ ստեղ շորերով են սպաղված երևի լավ բաներ են չգիտեմ Չարժե 10 եվրո ընկերներ 2-4-6 հատ ամեն չգիտեմ լավ Դեզավա? 6 Ça revient 1,66 € le rouleau. Et chaque rouleau est emballé individuellement. Tu vois? Ah oui, ici. Là. Oui. Ah oui. Il est emballé individuellement. C'est bon prix, oui. Մարդմոտ զամոքներ են, իրա մոտ նոր ապրանքներ են, տեսեք սաղճով։ Ձեռնոցները այգում աշխատելու 1 եվրո արժի, ինձ թվում է լավ կինը։ Այս չգիտեմ ինչ է 5 եվրո արժի։ Սենց։ Ինչ-որ գործիք է երևի էլի։ Այստեղ հեծանիվների այս բաները, զամոքները։ Հուսքով լիքը սենց բաներ, որոնցից ես չեմ հասկանում, բայց գինը լավ կլինի խանութներում, ինչ թվում է։ Մենք այս կողմում ինչ ունեն, ընկերներ սրանք հապացավանց հերթը։ Տիկնիկներ։ Սաղ պետք է ամեն կիրակի գաս, ինչ-որ մի թուվայի գտնես, որ սենց գտնում ես, ինչ-որ մի բան։ Ստեղ չեմ կարծում շատ հին ինչ-որ բաներ գտնել, բաժակներ, մաժակներ։
Այստեղ են կարող է լինեն, որ ես չեմ հասկանում։ Մարդը հավաքում արդեն։ Երեխաների համար այս Բարբի տիկնիկ ավտոն։ Այս բավական... Ça c'est combien, monsieur? 30 euros? C'est complète? Ok, 30 евро արժե, ամեն ինչ մեջն է ասում է։ Ah oui, oui. Ah oui, oui, oui. Il y a du matériel ici, ici. Փոքրիկ աղջիկ երեխաների Dream մեքենա։ Merci. Այդ մանկական Բարբի մեքենան մոտավորապես մի 100 եվրոյի կարգի է նորը։ Գիտեք երեխեք մի հատ խաղում են ու թափում։ Լավ էր օգտագործած։ Իր աղջիկը, իր ապրանքներն էր այդ մարդը հենց վաճառում։ Այստեղ ինչ է, ստրիկ։ Այստեղ հետաքրքիր լավ։ Սա հին տիկնիկը։ Կան մարդիկ, որ կոլեկցիա են, չէ, հավաքում հին տիկնիկներ երեխեք։ Ստեղ չէ, լամով ուտում։ Ստեղ կարանք մենք մեզ նայենք։ Ստեղ խաղալիքների բաժինը։ Սամանը չեմ կարծում, որ ինչ-որ մեկը առնի, էլի, բայց կարող է և առնեն օգտագործած հացամանը արցանիկ բաներ, տենց հին ինչ-որ որ կարող է ինչ-որ գին արժենա, կարող առնես։ Ստեղ մայստեղ սենց բաներ են։ Լավ ընկերներ, ստեղ ոնց որ թե վերջացրինք, եկեք գնանք մենք հիմա բան խանութում տեսնենք ինչ կա, այդ խանութում հետաքրքիր բաներ ունենում են։ Ունենում էին, հիմա չգիտեմ։ Կա, մի րոպե, նա սենց էլ անցնենք։ Ինչ է, որ չգիտեմ, ինչ է այս մարդ վաճառում, իսկինը։ Վերցրի այս խաղը Ալեքսի համար, վերցրել եմ մի հատ էլ խաղ, ընտանիք էին, իրանց երեխու խաղալիքներն էին վաճառում, ստոպիկներ են, 5 euros, 5 евро արժեն բոլորը, La dernière heure, on parle, oui, c'est 5 euros. C'est très bon. Hein. je suis sûre, Տեսնենք հիմա ստեղ ինչ ունեն, որովհետև այն կողմից չերում, ստեղ արձանիկներն եք 10 եվրո, 15 եվրո, ոնց որ մի քիչ թանկ է վաճառում այս մարդը իր ունեցած չունեցածը, բայց էլի ես չեմ հասկանում էլի, որ ասեմ արժի չարժի, ստեղ երեք, այստեղ բնականաբար ավելի ոնց որ թանկ է խանդի գներով ենք վաճառում, գիտար 35 եվրո արժի, եկեք ներս գնանք, լավ, ներսից այս հատվածը չի երևում, դրա բարձ տեղից ենք նայում, տեսնենք, ստեղ ինչ ունի, ստեղ այս իմ սարքիցը, կնոպկին չկա մի, բայց ոնց որ թե նոր նոր առնեմ, խորհուրդ չեմ տա, եթե ասեք գնեմ չէ, մենակ մսի համար չարժենք, մեծ տեղ ազբաղեցնում չարժի գնել, մի հատ ասեմ էլի, որ ես այստեղից արդեն ոնց որ ապրանք ունեմ, իմ ձերը հանկարծ չասից, մեր ապրանք։ Այս 10 եվրո արժի, չգիտեմ ինչ է, մագնիտոֆոն, Philips, եթե մարդը օգտագործում է, այստեղ էս
բաներն են, այս ինչ անանա, 20 եվրո արժի սա, ներն են, ինչ արժեն, չգիտեմ, 20 եվրո արժի, սենց երևի թե բոլորը միասին, 10 եվրո է այս զամբյուղը, մեջ ինչ-որ բաներ պահում, 50 եվրո արժի ես հեծանիվը, այս ինչ է, լվացքի մեքենա, հա, իսկ սա սաղնարան 75 եվրո արժի, չբացում դրսնենք, նոր սաղնարան ասենք, մենակ լվացքի մեքենա է, թե անելանում, չվացնելը, Սինտեզատոր, կազո, 100 եվրո արժի, լվացքի մեքենան հարցի, մենակ լվացքի մեքենա է, թե վանելա, ասմա վաճարվել է արդեն, այնպես որ լավ գործ արել ես կինա այսօր արդեն, ես ինչա 20 եվրո արժի այս, ինչա երևի տելևիզորի համար, հա, այս կիններ, նույն կիննը, որ ասում եմ հին մի հատ բան տեսա, ինչա գնաց փոխանեցի եկա ինքը տակով արեց, ասում ժամացուցներն են, տարիքով կինը լավ հասկանում ամեն ինչից, ինձ նայում է ու այս բիզնեսի մեջ է էլի, Samsung տելևիզոր 50 եվրո, սուպնիցա չգիտեմ ինչ է, սա ինչ է 75 եվրո, այս չապսերն են գրած բարձրություն, լայնություն, երկարություն, մեջը շատ լավ վիճակում այդ է, Ստեղ շորերեր ունեն, հիմա մի ժամանակ շորեր չունեին, չէ շատ տենց լավ բաները չի մնում տենց հին բաները էլի, պետք է տեղում շուշուտ գազ, որ վերջնես, չէ հաճախորդներ շատ ունեն իրանք, բելգիացիները սիրում են հին բաներ համել, սրա այս ոտը չի, ինչ արժի, 75 եվրո, տրեսոր, ինցա, շատ լավ վիճակում այդեղ, ռեգուլյարովկա պետք է անել ներքև այս մեկը օրինակ, բայց որակը լավն է, 20 եվրո արժի, 60 են վաճառի, 100, հետո 60, հետո 25, հիմա ոնց որ 20 այջել, այս մարբլը ոնց որ ստե, բայց մեջ է հնոտը, հին է էլի, հին ինչ-որ բան է, արտաքինից սիրուն է, բայց ներսը փայտի է, հնոտա պետք է երևի, ասել է սենց մեծ, ընկերներ, ասել ինչ-որ ամուտ, այս պահարանը արժի 500 շամփորը դեպ 500 եվրո արժի այս, որ ծիրոպ, 4 տուր, կամոդը գար ծիրոպը և մահճակալը, որերը միասին, և ինչ-որ միտեղ հավաքած է, ցույց կտան, ստվոս կանա ընկերներ, Լեոպոլդ երկրորդի մասին գիրք, գրքեր, հիմնականում պատմական, սինիներ, սենց, ստեղ ինչ ունեն, ստեղ արդեն հա, ոնց որ թե բանն է,
Ապսե տենց բաներ։ Լյուստրա։ Շերքա ոնց որ։ Եվրո 60 մոխրամանը ոնց որ թե։ Ապսեներ, այսպիսի։ Սրանք սիրուն են, այս ապսեները։ Ինչ ուժ է տակրիկը։ Այս ինչ սիրուն է, որտեղ են նա, Royal, Boom, Britain, Անգլիականա, Valmorial, ինչ ուժ է սա, բանա, այս բանն էլ ունի, տակիններ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 10, 11 հատա։ Սլա սիրունա։ Այս գրած չի։ Այս սուտնիկներ սիրում շատ։ Սունթում։ Սլա լավը։ Ինչ արժե։ Սուր տեղիննա, Ville France, ֆրանսիականա, English style, կները գրած չի, վրա կնան դնդան հաշտցնեմ, սիրում են, ես էլ ավանից ես էլ, կրկիր բանը ինչ որ, սիրում է հավանեցի, ինչ-որ բանա գրած տեսեք, այս մեկը ասեց 15 եվրո արժի, այս մեկը 10։ Այս պիտի հասկանամ ինչա գրածված, ես սիրուն են երկուսն էլ։ Թեյնիկն էլ սիրուն թեյնիկ։ Տեսեք։ Oui, c'est moi, mon cœur. Ouvre la porte, s'il te plaît. Չբացեց ֆրանսերեն խոսեցի։ Օպաս։ Թե Ալեքսի համար ինչ վերցրի, այս տրուսիկները վերցրի 2 եվրոյով, որ խանութում 4-ա վաճառվում, այս իրա համար 50 սենտ եմ վճարել այս խաղի համար և այս խաղի համար, խաղ չի այս բանը, ինչ է անունը, աղյուսակը սովորելու համար, սենց, միջարդիկ անկետի, մարդիկ թե նորա ասեց մի անգամ առել են երեխեքի համար, ասում ու չեն խաղացել, ասին մեր տունն էլ է երևի նույնը լինելու։ You know what is this? Հա, դու գիտես, աղյուսակն է, որ լավ սովորես։ But if we turn it around, let me show you like this. It's just going to be like a colorful keyboard. Հա, բայց colorful keyboard պետք չի, մեզ աղյուսակն է պետք որ սովորենք։ Մյուս խաղը, այս հարց ու պատասխանա, այս կարանք ընտանիքով ոնց որ խաղանք։ Ստեղ, ոնց է լինելու, ստեղ քարա պետք։ Այս գրած է, էլի ոնց է, ստեղ ամեն ինչ գրած է։ Այստեղ քարերն են, հարցերը ու պատասխանները, որ պետք է նայվի պատասխանները, ես ոնց ենք անելու իստվա ակաշ է, ստեղ ինքը
կկարդամ, կտեսնեմ ոնց է, բայց շատ հետաքրքիր է։ Այս մեծերով էլ որ հավաքվում են, ասենք։ Այստեղ դեպ սիրում են մեծերով բան տենց երեկոյան խաղալ փոքրերի հետ։ Ընկերներով հավաքվում են, ասենք, խաղ են խաղում։ Օրինակ Էլիզենք, Ջեսի աղջիկը, շատ ընկերներով որ հավաքվում են, ասենց խաղեր են խաղում։ Մենք այդքան շատ չէ, դե մենք այտենց ընկերներ չենք ունենում մեր տանը, բայց դե այդպես։ Ինձ թվում է, որ կխաղանք։ Դե չենք խաղա, այս երկուսին միասին 50 ցենտը ոչ մի բան է, որ վճարել եմ։ Ասեք, օրինակ այն վազաները հավանեցիք, թե չէ, մեկ էլ այնտեղից այն ափսեն, որ ցույց տվեցի, օրինակ մյուս կիրակի օրը այդ մարդը կարող է այնտեղ գնա, կարող է չգնա, կարող է իր տանի պատի կախած աղել, տենց որոշել էր, կարող է գործանող է, ամեն կիրակի է գալիս։ Մարդիկ կան ամեն անգամ են գալիս, օրինակ այս խաղի մարդիկ ընտանիք էր, ասեցի, իրենք ուղակի գուցե, ասենք երեխեքը մի քիչ ավելի մեծ տարիքի էին, երևում էր 4 երեխա ուներ, 4 երեխաներին ամուսինը ու կինը, երևում էր, որ շատ լավ այդպես պահում են, գուցե տունը տեղափոխվում են ուրիշ տուն, գուցե ուղղակի երեխեք էլ չեն խաղում, այդ ձև մենակ այսօր էր եկել, ասեց ոնց որ ինչ վաճառվի, ինչ չէ, մնացածը ասենք աղա դնեն իրանց տան մոտ, որպեսզի ով ուզենա վերցնի, կամ այդ տարբերակով լինի, կամ ընկերներին նվիրեն, կամ եւ այլն։ Մի խոսքով ընկերներս էլ այսպես։ Ասեմ, մի հատ խնդրում եմ գրեք, էլ այնտեղ լավ ապրանք կար թե չէ, հիմնական հետևները ձեզ ցույց տվեցի, այդ սա ինչ էր, Փոչլայնը, այդ մոռացամ ոնց էր, այդ այն ափսեն մի խոսքով որ ցույց տվեցի, ասեք տեսնեմ արժի գնել թե չարժի։